Հայկական սերիալային աշխարհը պատրաստվում է իսկական նոր արարության։ Այն, ինչին հեռուստադիտողը սովոր էր տարիներ շարունակ, այս անգամ ներկայանալու է բոլորովին այլ ռիթմով, այլ մտածողությամբ և ժամանակակից շնչով։ «Փախուստ մանկությունից» սերիալը գալիս է ապացուցելու, որ այսօր հնարավոր է ստեղծել արագ զարգացող, հագեցած ու միաժամանակ խոր զգացմունքային պատմություն, որը մեկ շնչով կդիտվի առաջին իսկ րոպեներից։ Սա պարզապես հերթական սերիալ չէ, սա նոր սերնդի նախագիծ է նախատեսված արագ ժամանակների համար, երբ մարդիկ այլևս չեն ցանկանում շաբաթներով սպասել զարգացումներին, երբ յուրաքանչյուր րոպեն արժեք ունի։ Հենց այդ ժամանակ ծնվում են նման ձևաչափերը՝ կարճ, բայց ազդեցիկ սերիալներ, որոնք չունեն ավելորդ ձգձգումներ, երկար ու հոգնեցնող դրվագներ։ Ամեն ինչ զարգանում է շատ արագ, լարված ու անկանխատեսելի։ «Փախուստ մանկությունից»-ը հանդիսատեսին խոստանում է բոլորովին նոր փորձառություն։ Յուրաքանչյուր դրվագ լինելու է հագեցած հույզերով, դրամայով, սիրով, վտանգներով և անսպասելի շրջադարձերով։ Սա այն սերիալներից է, որտեղ ամեն րոպեն կարևոր է, իսկ յուրաքանչյուր ավարտ ստիպելու է անհամբեր սպասել հաջորդ դրվագին, բայց ամենակարևորն այն է, որ այդ սպասումը երկար չի տևելու։ Պատմության կենտրոնում երիտասարդ աղջիկ է, ում կյանքը մի ակնթարթում փոխվում է։ Ինչպես երևում է հրապարակված կադրերում, նա մանկուց կորցնում է ծնողներին ավտովթարի պատճառով ու այս աշխարհում մնում մեն-մենակ։ Նրան ստիպողաբար ամուսնացնում են առանց սեփական ցանկության, առանց սիրո, առանց ընտրության իրավունքի։ Թվում է նրա ճակատագիրն արդեն որոշված է և նա ստիպված է հաշտվել իր կյանքի հետ, բայց հերոսուհին ընտրում է պայքարը։ Նա փախչում է փորձելով ազատվել իրեն պարտադրված կյանքից, սակայն այդ փախուստը նրան տանում է դեպի բոլորովին այլ իրականություն, վտանգավոր, մութ ու անծանոթ պայմաններ, որտեղ ամեն քայլը կարող է ճակատագրական դառնալ։ Երբ թվում է, թե այլևս ելք չկա, նրա կյանքում հայտնվում է մեկը, ով դառնում է ոչ միայն փրկություն, այլ նաև ամենամեծ սերը։ Նրանց հանդիպումը փոխում է ամեն ինչ, սակայն սերն այս պատմության մեջ հեշտ ճանապարհ չունի։ Անցյալի վերքերը, մարդկանց դաժանությունը, ճակատագրի հարվածներն ու անսպասելի գաղտնիքները հերոսներին ստիպելու են անցնել ծանր փորձությունների միջով։ Սերիալում լինելու են լարված իրադարձություններ, ուժեղ դրամատիկ բախումներ, մարդկային հարաբերությունների բարդ շերտեր և զգացմունքային պատմություններ, որոնք անտարբեր չեն թողնի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսին։ Նախագծում նկարահանվում են սիրված և ճանաչված դերասաններ Ռոզա Դավթյանը, Իրինա Հարությունյանը, Նոր Առուստամյանը, Արման Ղազարյանը և այլ դերասաններ, ովքեր մարմնավորելու են հետաքրքիր ու հիշվող կերպարներ։ Յուրաքանչյուր հերոս ունի իր պատմությունը, իր ցավը, իր պայքարը և իր գաղտնիքները։ Ստեղծագործական թիմը վստահեցնում է «Փախուստ մանկությունից»-ը ոչ միայն արդարացնելու է հեռուստադիտողների սպասումները, այլ նույնիսկ գերազանցելու է դրանք։ Մեծ ուշադրություն է դարձվել ոչ միայն սյուժեին, այլ նաև նկարահանման որակին, երաժշտությանը, մթնոլորտին և կերպարների հոգեբանական խորությանը։ Այս նախագիծը ստեղծվել է ժամանակակից հանդիսատեսի համար, նրանց, ովքեր սիրում են արագ զարգացող պատմություններ, ուժեղ սեր, իրական հույզեր և կինեմատոգրաֆիկ բարձր որակ։ Հունիսի 1-ից ժամը 20:00-ին «Փախուստ մանկությունից»-ը կլինի միայն Փան Արմենիանի յութուբյան ալիքում։ Նոր ձևաչափ, նոր պատմություն, նոր զգացողություններ։ Սեր, պայքար, փախուստ ու ճակատագրական հանդիպումներ։ Եվ մի պատմություն, որը հնարավոր կլինի դիտել մեկ շնչով։ Դիանա Գրիգորյանը թերթ.am Life-ի հետ զրույցում նշել է, որ այս ձևաչափը ստեղծվել է շատ բնականորեն և այսօրվա լսարանի պահանջներին համահունչ, որովհետև թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մարդն արդեն սովորել է ամեն ինչ ստանալ արագ և կարճ ժամանակամիջոցում։ Դա վերաբերում է կենսական բոլոր ոլորտներին, այդ թվում ժամանցին, որի մի մասն է կազմում նաև սերիալի արտադրությունը։ Ստացել ենք արագ զարգացող, բայց խորքային ասելիք ունեցող պատմություն։ Յուրաքանչյուր սերիա կառուցված է այնպես, որ ավարտից հետո ցանկություն առաջանա անմիջապես դիտելու հաջորդը։ Բացի հետաքրքիր սյուժեից, մեծ ուշադրություն է դարձվել նաև կինեմատոգրաֆիկ որակին, մթնոլորտին, երաժշտությանը և դերասանական խաղին, որպեսզի յութուբյան հարթակում հանդիսատեսը տեսնի ոչ թե սոսկ օնլայն քոնթենտ, այլ ստանա այն զգացմունքայնությունը, որի կարիքն ունի ցանկացած սերիալ փնտրող, պատմել է Դիանա Գրիգորյանը։ Խոսելով նախագծի բովանդակության մասին, Դիանա Գրիգորյանը նշել է, որ սիրային դրամա է, որտեղ կա ամեն ինչ՝ դավաճանություն, հավատարմություն, կորուստ, ձեռքբերում, զգացմունքներ,
հույզեր, ընտանեկան հարաբերություններ, չբուժված վերքեր և սեփական ինքնության որոնման դժվար, բայց հաղթական ճանապարհ։ Պատմության առանցքում մարդիկ են, ովքեր առաջին հայացքից կարող են թվալ կայացած ու ուժեղ կերպարներ, բայց ներքուստ դեռ պայքարում են իրենց անցյալի հետ։ Սա սերիալ է ընտրությունների և այն մասին, թե ինչպես մանկությունը կարող է ողջ կյանքում ուղեկցել մարդուն։ Նախագծում ներգրաված են երիտասարդ ու փորձառու դերասաններ, արհեստավարժ ստեղծագործական թիմ, որը փորձել է ստանալ հնարավորինս անկեղծ ու իրականությանը մոտ պատմություն։ Իսկ թե ինչու փախուստ մանկությունից, ինչ մեսիջ է փոխանցում սերիալը, Դիանա Գրիգորյանն արձագանքեց. «Գուցե տպավորություն ստեղծվի, որ հերոսը կամ հերոսները հասակ առնելով փախչում են իրենց մանկությունից, բայց մեր սյուժեում փախուստն այլ դիտանկյունից է ներկայացված։ Հերոսուհին սիրո շնորհիվ կյանքից ու ճակատագրից հնարավորություն է ստանում ընդունել ինքն իրեն, հաշտվել ներսի կոտրված երեխայի հետ, դեմ գնալ իր փոխարեն ապրողների կամքին ու տրվել սեփական երջանկությանը, փախչելով այն մանկությունից, որն ընդհատվելով շրջադարձորեն փոխել էր իր ապագան, թողնելով մենակ ու լքված, հասցնելով կյանքի հատակին», մանրամասնել է նա։ Ամփոփելով, Դիանա Գրիգորյանն ընդգծել էր, որ նպատակ ունեն դիտողը ոչ միայն հետևի սյուժեին, այլ նաև շատ դեպքերում տեսնի ինքն իրեն, մտածի, զգա, խորհի ու գուցե իր ներսում վերագտնի կորցրած կարևոր մի բան։